Վերադարձանք տաղավարսիելի հեռուստադիտողներ, շարունակվում է առավոտ լուսոն, իսկ մենք շարունակում ենք խոսել ամենակարևորի մասին, առողջության, բայց երբ խոսքը գտնվում է հենց փոքրիկների, մանուկների առողջության մասին, կարծես դառնում է շատ հրատապ այս թեման։ Ամբողջ աշխարհում մանկական քաղցկեղը համարվում է մանկական մահացության երկրորդ ամենատարածված պատճառը, առաջին տեղում դժբախտ պատահարներն են, եւ ամբողջ աշխարհն էլ պայքարում է մանկական քաղցկեղի կանխարգելման դեմ։ Ինչ է արվում մեզ մոտ Հայաստանում, ինչ նոր տենդենսներ ունենք, կիմանանք այսօր մեր հյուրերի հետ։ Ես հաշտապ եմ ներկայացնել նրանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Յոլիան Արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Ռուզաննա Պապյան, բարի լույս։ Բարի լույս։ Եվ Յոլիան Արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի մանկական արյունաբանական եւ քիմիոթերապիայի կլինիկական բաժանմունքի արյունաբան, մխիթար հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանի արյունաբանության եւ մանկական ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Անահիտ Զախարյան, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք տաղավարում հյուրընկալվելու եւ նման կարևոր թեմայի մասին մեզ եւ մեր հեռուստադիտողների հետ խոսելու համար եւ սկսենք թերևս սկզբից, ինչպես դու էլ նշեցիր, մանե, խոսենք վիճակագրության մասին, ինչպիսին է վիճակագրությունն այսօր աշխարհում եւ Հայաստանում մասնավորապես։ Նախ մենք ենք շնորհակալ հրավերի համար, հատկապես այս կարևոր ամսին, մանկական քաղցկեղի իրազեկման ամիսն է սեպտեմբերը համարվում, ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանում մոտավորապես գրանցվում է 100-ից 120 մանկական քաղցկեղի առաջնակի դեպք, որը գրեթե համահունչ է միջազգային ստատիստիկային։ Ինչ վերաբերվում է հիմնական նշաններին, որին պետք է ծնողները հաճախ տվող հարցերից եմ ասում, որոնք են ամենակարևոր նշանները, անհանգստացնող նշաններ եւ պետք է դիմեն բժշկի, դա այսպես կոչված կարմիր դրոշակներն են, որոնք են հետևյալը, գունատությունը, եթե երեխայի մոտ նկատում են, թուլությունը անբացատրելի, գլխապտույտները, գլխացավերը կամ գոյատությունը մարմնի ցանկացած հատվածում, սա այն նշաններ են, որոնք պետք է ծնողը ուշադիր լինի եւ դա նկատելու դեպքում անպայման դիմի բժշկի։ Իրականում ծնողները երբեմն լինում են շատ ուշադիր, հետևողական, բայց երբեմն լինում են դեպքեր, երբ ուշացնում են բժշկի այցելությունը, ինչպիսի վտանգներ կարող են առաջացնել այդ ուշացումները, արդյոք բարդություններ են առաջանում եւ մեծացնում են վտանգը երեխայի կյանքի նկատմամբ։ Ուշացման դեպքերը իհարկե Հայաստանում դա բավականին հաճախ է հանդիպում, ցավոք սրտի, իհարկե պետք է նշեմ, որ տարեց տարի այդ թիվը նվազում է ուշացած դեպքերի, բարեբախտաբար, ուշացած դեպքերում սոլիդ ուռուցքների դեպքում, պինդ ուռուցքների դեպքում պետք է նշեմ, որ լի է այն վտանգով, որ հիվանդությունը տարածվում է։ Բժշկուհի Զախարյանը կարծում եմ կնշի արյան հիվանդությունների դեպքում, որոնք են խնդիրները լինելու։ Նախ կուզեմ ասել, որ տարածվածության առումով արյան համակարգի քաղցկեղը մոտավորապես այսպես 1 միլիոն մանկական բնակչությանը մոտավորապես տարեկան 30-40 դեպք է լինում եւ այդ նույն ստատիստիկան մենք տեսնում ենք նաեւ մեր դիտարկումների ժամանակ։ Իսկ կարմիր դրոշակները, որի մասին շատ խիստ եւ ընդգծված պետք է հնչեցնել, դա մանկական արյան քաղցկեղի ժամանակ հիմնականում գունատությունն է, նույն հատկանիշը, կապտուկների առաջացումը մարմնի տարբեր մասերում, արյունահոսությունները քթային հիմնականում կամ աղեստամոքսային տրակտից, դեռահաս աղջիկների մոտ կարող է լինել առատ արգանդային արյունահոսություն, ընդհանուր ինքնաթունավորման շեմի բարձրացման պատկերը, անորոշ անհիմն ջերմությունների կորագից եւ ախորժակի անկումը, թուլությունը, մանավանդ փոքրիկ երեխաները դա ապացուցում է նրանով, որ իրենք ուղակի չեն ուզում քայլել, իրենք ձգտում են լինել ծնողների գրկում, գրկեք։ Մի խոսքով կան իսկապես այդպես կարմիր դրոշակներ կլինիկական դրսևորման մեջ, որ պետք է շատ զգոն լինի ծնողը եւ անմիջապես դիմի տեղամասային մանկաբույժին, իդեպ տեղամասային մանկաբույժներն էլ պետք է շատ լավ իրազեկված լինեն, որ գոյություն ունի այդ հիվանդությունը եւ ժամանակին շտաբ ուղարկեն համապատասխան կենտրոն, այսինքն մեր կենտրոն, եւ առաջի քայլը, որը արվում է անպայման բոլոր նման կասկածելի դեպքերում, անպայման ընդարձակ լայնածավալ արյան հետազոտությունն է։ Առաջի հերթին դա։ Իսկ հետո արդեն եթե հաստատվում է ինչ-որ ցուցանիշներով, որ դա 99% արյան համակարգի քաղցկեղ է, արդեն շարունակական այլ հետազոտություններ, որոնք կհաստատեն
կողմնորոշ եւ կգնահատեն թե կոնկրետ ինչ արյան քաղցկեղ է։ Տիկին Սախարյան, մենք խոսում ենք վիճակագրությունից, նաև վերջին տարիների, բայց վստահաբար դուք նաև ձեր տարիների արդեն փորձի ընթացքում հետևել եք, թե ինչպես է զարգանում չէ այս դինամիկան, հետաքրքիր է վիճակագրությունը փոխվել է տարիների ընթացքում, արդյոք ավելի շատ են դեպքերը եւ եթե այո, ըստ ձեզ ինչով է դա պայմանավորված, որովհետեւ հաճախ մարդիկ հարցում են, չէ, առասարակ ինչպես եւ ինչու է երեխաների մոտ առաջանում քաղցկեղ։ Չէ, ասել, որ դինամիկայում շատացել են դեպքերը, դա կլինի սխալ, մոտավորապես նույնն է։ Ամենայն դեպս վերջին 30 տարիների ընթացքում, ինչ ես աշխատում եմ այդ բնագավառում, վիճակագրությունը գրեթե նույնն է։ Բայց հետաքրքիրն այն է, որ ավելի բարդ տարատեսակներն են ավելի շատացել, ավելի դժվար բուժելի ինչ-որ միտեղ, չնայած այն բանի, որ մեր հաջողությունը այս հիվանդության բուժման ընթացքում, դա լեյկեմիաներին է վերաբերում, 70% է այսօր։ Եթե հրաշալի ցուցանիշ։ Այո։ Պարզապես լրացնեմ, եթե արյան հիվանդությունների դեպքում ստատիստիկան գրեթե նույնն է, ապա սոլիդ ուռուցքների դեպքում, հա, խոսքը գնում է կենտրոնական նյարդային համակարգի գլուխեղի ուռուցքները, այլ տեսակի հատվածների ուռուցքները, երիկամների ծագող ուռուցքները, ապա այդ տեսանկյունից որոշակի աճ նկատվում է։ Հա, եթե նախկինում մենք ունենում էինք միջինում 20-30 դեպք, ապա դա ավելացել է եւ միասին արյան հիվանդությունները եւ սոլիդ հիվանդությունները, եթե նախկինում մոտապես 70-ներ, ապա այժմ 100-ից 120 է հասնում, բայց սա չի նշանակում, որ դեպքերի քանակն է շատացել, այլ նշանակում է, որ դիմում են բժշկի, դիմելությունն է ավելացել, զգոնությունն է ավելացել, ավելի շատ են դիմում բժշկի Հայաստանում եւ չեն հրաժարման դեպքերը ավելի պակասել են այդ տեսանկյունից։ Քանի որ արդեն իրազեկման նմանատիպ արշավները մի քանի տարի է շատ մեծածավալ, ոչ միայն սեպտեմբեր ամիսն է օգտագործվում այդ արշավների համար, նաև մարդիկ են ավելի տեղեկացված եւ որևէ դեպք նկատելու դեպքում նույն կարմիր դրոշակները, որոնք նշեցիք, միանգամից դիմում են բժշկի։ Այս դեպքում, երբ շուտ են դիմում, արդյոք ավելի հնարավոր են դարձնում բուժումը եւ ինչպիսին է բուժման տենդենսները Հայաստանում։ Բուժվում է քաղցկեղը մեզ մոտ։ Շատ կարևոր հարց բարձրացրեցիք, պատասխանը այո, որքան վաղ են դիմում բժշկի, այդքան բնականաբար մեր սպասելիքները ավելի լավն են եւ նշեմ, որ երբ խոսքը գնաց Հայաստանում մանկական ուռուցքաբանության զարգացումից, եթե դեռևս 90-ական թվականներին այդ ապրելությունը ձգտում էր 0-ի, ապա 90-ականներից ի վեր, երբ ներդրվեցին միջազգային ուղեցույցները եւ սկսեցին բուժումը իրականացվել միջազգային ուղեցույցներով, ապրելությունը ներկայումս մոտենում է 75-ից 80% միջև իսկ, որը բավականին լավ ցուցանիշ է, եթե մենք համեմատենք մեզ այլ զարգացող երկրների հետ, ապա բավականին լավ ցուցանիշ է եւ իհարկե ձգտում ենք ավելին եւ նշեմ, որ ինչքան մոտենում է տոկոսը բնականաբար 100%-ին, այդքան ավելի դժվար է փոքր այդ հաղթանակներին հասնելը եւ այդ թեկուզ եւ փոքր տոկոսը դժվար է դա հասնելը, բայց մենք հնարինս ամեն ինչ անում ենք Հայաստանում։ Իհարկե իր շնորհիվ մի շարք գործոնների, որովհետև քաղցկեղի բուժումը բավականին թանկարժեք բուժում է եւ շատ քիչ ծնողներ, այսպես ասեմ, կարող են դա ապահովել։ Հայաստանում իր շնորհիվ իհարկե եւ պետական աջակցության եւ հիմնադրամների նշանակությունը ահռելի մեծ է, պետք է նշեմ, եւ Հայաստանում բոլոր երեխաները, որոնց բուժում է հարկավոր, ստանում են լիովին անվճար, դա երեխաների համար լիովին անվճար է։ Մենք իհարկե գիտենք ու վստահ եմ մեր հեռուստադիտողներից շատերը գիտեն, որ Իոլյան կենտրոնում նորարարական առհասարակ տեխնոլոգիաները փորձը միշտ շատ արդի է եւ համընթաց է քայլում ժամանակի հետ միասին կլինեն դրանք տեխնոլոգիաներ, թե մասնագետները ձեր եւ բժիշկները, որոնք անդադար վերապատրաստվում են նաեւ արտերկրում, այ հետաքրքիր է այս առումով ինչ նորություններ կան թե հետազոտության, թե բուժման առումով մանկական քաղցկեղի։ Հետազոտություններ ներկայումս կլինիկական փորձարկումներ արդեն իսկ իրականացվում են եւ մեր երկիրը Պոեմոս կլինիկական փորձարկում է կոչվում, որը տարածաշրջանում ներառում է 10 երկիր, 27 կենտրոն եւ ղեկավար կենտրոնը հանդիսանում է Հայաստանը, մեր կենտրոնը ավելի կոնկրետ ու կոորդինացնելու է կոնկրետ այդ հետազոտությունը ուղղված է օստեոսարկոմայի բուժման, բարելավման ուղղված
արդեն կլինիկական փորձարկումների ներդրումը ցանկացած երկրում դա կարևորագույն քայլ է առաջընթացի։ Բացի կլինիկական փորձարկումներից ես իհարկե սոլիդուրուսների հետ կապված կխոսեմ, այն բոլոր հետազոտությունները եւ բուժման տեսակները, որոնք նախկինում օրինակ անհասանելի են եւ մեր համար երազանք կթվային, նույն իմունոթերապիան, որ բավականին թանկարժեք դեղամիջոց է, նեյրոբլաստոմաների մասին է խոսքը գնում, բայց ներկայումս Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իհարկե այդ դեղորայքը հնարավոր է իրականացնել եւ հնարավոր է որ մեր երեխաները այդ պատճառով չհրաժարվեն բուժումից Հայաստանում եւ մեկնեն արտերկիր։ Արյունաբանության ոլորտում ես ցանկանամ լրացնել առաջընթացը ակնհայտ է եւ վերջին տարիների ընթացքում դա էլ ավելի շոշափելի է եղել նախ դիագնոստիկ առումով լիարժեք այսպես ասած վերջնական կարելի է ախտորոշումը կայացնել մեր կենտրոնում եւ ունենք իմունը ախտորոշման բաժանմունք լաբորատորիա, ունենք գենետիկ հետազոտությունների լաբորատորիա, մի խոսքով սուր լեյկեմիաների ախտորոշումը եւ նրանց տարբերակների ճշտումը մեր կենտրոնում լիարժեք կարելի է կազմակերպել դա մեկ եւ իհարկե պրոտոկոլային բուժումը, որի մասին խոսեց դոկտոր Պապյանը, դա ներեք դրել մենք երևի թե 90-ականներին առաջին այդ պրոտոկոլները եւ հաջողությունը այդ հեղափոխություններ դա հավատացնում եմ ձեզ, երբ 5% ապրելիությունը առաջի 5 տարիների ընթացքում հասավ 60%-ի, դա 95 թվականին մենք նշեցինք անգամ դա 2000 թվականին, այսինքն ամեն 5 տարին գնահատում էինք ապրելիության ցուցանիշը, իսկ հիմա իհարկե շատ ավելի կատարելագործված են այդ պրոտոկոլները եւ մենք ուղղորդվում ենք այդ պրոտոկոլներով։ Ասեմ ձեզ, որ իմունոթերապիան նույնպես մեծ ներդրում է ձեռք բերել սուր լեյկոզների բուժման հարցում, որը նկատելի բարձրացնում է բուժման արդյունավետությունը եւ Ժպիտների քաղաք բարեգործական այդ հիմնադրամը նույնպես շատ աջակցում է անգամ սուր լեյկոզով երեխաների բուժման հարցում, ախտորոշումները իրականացնելու հարցում եւ մի բան էլ ուզում եմ ասել, որ մեր կենտրոնը երևի տարածաշրջանում միակ կենտրոնն է, որ իրականացրեց ոսկրածուծի փոխպատվաստումը, առաջի փոխպատվաստումը որքան տեղեկացված կլինեք 17 թվականին եղավ դա մեծահասակ պացիենտ էր, բայց վերջին 3 տարիների ընթացքում մենք արդեն մանուկների նույնպես ընդգրկում ենք այդ բուժման տարբերակի մեջ եւ ասեմ ձեզ, որ ունենք բավական լավ արդյունքներ։ Հիանալի է։ Այո։ Առիթն օգտագործելով շնորհակալություն ենք հայտնում բժշկական ողջ անձնակազմին, որ այդպիսի հետևողական աշխատանքի օգնությամբ այդ տոկոսները գնալով ապրելիության էլ ավելի են բարձրացնում։ Շնորհակալ ենք ձեր կատարած աշխատանքի համար եւ չենք մոռանում, որ սեպտեմբերը իրազեկման այս ամիսն է քաղցկեղի մանկական քաղցկեղի դեմ։ Յուրաքանչյուր արշավի մասնակցեք եւ հետևեք ձեր ու ձեր երեխաների առողջությանը։ Շնորհակալ ենք։ Ձեզ ենք շնորհակալ։ Շնորհակալություն։ Սիրով, մենք էլ սիրելի հեռուստադիտողներ լսենք երաժշտություն եւ շատ արագ վերադառնանք տաղավար։